Յա, Պապյան ջան, հələ ուր ես այ կորած մոլորած։ Կարելի է։ Ասում շատ ես պետք է լալած սպանս։ Սլավիկ ջան, այսօր տանտերներ եկել, ասեց, եթե փողը չլինի, հանում եմ տնից։ Ասի կլինի մի երկու օր էլ սպասես, ասեց, չէ։ Հələ բես կարգին տաղա է արա տանտերը, հարգեցի։ Սլավիկ ջան, Աբեր կարելի է։ փող չկա։ Այսօր մենակ մարդիկ չեն գնում երկրից, կապիտալն էլ ելնում ցվրվում է երկրից։ Սլավիկ ջան, կլինի մինչև վերջ լսես ախպերս։ Կարամ այսօր ձեր տանը մնամ։ Չէ, Ինչի։ աբեր Լելի սիրտը լավ չի։ Սլավովա։ Ո՞վ։ Պապյաննա։ Բան չի տուն չես հրավիրում։ Չի գալիս։ Գալիս է։ Ասեցի չի գալիս։ Լավ։ Ոնց կուզես։ Բասում ես Նելիի սիրտը լավ չի։ Արա դե այնքան խոսցրի չհասցրի գնամ իրան ասեմ, որ սիրտը լավ չի։ Ապեր, կարս գնաս ես աշակերտների տանը մնաս։ Այս sense տղեկ են։ Լայք տղեկ են։ Արիկ, պարուսույց էիր պատվիրել։ Ինչ պարուսից։ Չգիտեմ, սենց պլաստիկ թրաշով, ժելեյած էլաստիկ մազերով, տղեկ ջան դուսն եմ մնացել դեմքով մարդ։ Կարող է Պապյանն է։ Հետա լավ էլ ճանաչեցիր։ Ինչի է ժամին եկել։ Չգիտեմ, ես էլ հետ եմ հարցնում։ Հաստատ խմած է։ Չէ, դեմքը խմացի չէր, տնից վռնդացի էր։ Հալև թող զանգը տա տենա չենք բացում կայլնի կգնա։ Բա որ տենա բացում եմ։ Բա որ շատ զանգը տա ներվայնանամ տենա բացում տանձի ու բատմանով իշնում եմ դեմքին։ Արաշկիսը տանձի ու բատմանի մոմենտը լրջանում է։ Սելավիկն էլ միացավ Պապյանի ջարդեմ մտնեմ տիրանամ կոալիցիայի։ Չբացես։ Յորա ուր բացեմ։ Բացեմ իմացի Պապյանին ֆուլ փաթեթ տալու եմ ես։ Ապեր, արի եսա մեր տնից չարտեր կանեմ ուղիղ իրանց տուն։ Բալկոնո։ Հա, Ամոթայ ախպեր։ արա ինչ ամոթ, արա մեր բալկոնից իրանց բալկոն գծիտերը այստեղն է։ Դե քեզանից էլ շատ փող չեմ վեկալի։ Արի։ Տղեկ թրանք։ Էսուր են արա։ Արի ապեր, մի քաշվի ես էլ է մեր տունը։ Հələ վե գալել է։ Անիտանա։ Գարիկ։ Արես ուր են գնաց է տղեկը։ Չնայած ավելի լավ զգա քեզ ինչպես ձեր տանը։ Արա հա, բայց դու տուն չունես, քեզ ոնց զգաս ինչպես ձեր տանը։ Անիտանա էլի։ Հələ վե գալ ես թռամերյան։ Անիտա, ես եմ։ Չհասկացա, բայց Գարիկ ուր է։ Չգիտեմ, ես էլ նոր եկա, տանը մարդ չկա։ Հիմա ինչքան ենք սենց մնալու։ Մինչև քնեն։ Բոսենս չենք մտնելու վրեքներս ղժան։ Մտածել եմ պիժամա փարթիի ենք գնացել։
համար։ Որ ասեմ լավ չես սպարել այսօր կհավատաս։ Տենում ես Անիտան ոնց է մտածում քնիտ մասին։ Դու էլ ասում ես Էլիզա։ Էլիզան համ է իր համար խռսնում է։ Էլիզան չի խռացնում։ Ինչ գիտես։ Չէ, մենք ուղղակի տնից դուրս եկանք, որ իրանք գան տենան, մարդ չկա գնան։ Էն էլ ինչ գնալ։ Եկալ են տեղավորվալ են։ Հաստատեն այս Սլավիկն է, հա, Պապյանին բերե ձեր տուն։ Պարզա, այս ամիս ինքը աշխատավարձից կզրկվի։ Հələ դու դրան տես չստացված բրոկերին։ Չէ, Անիտա ջան, Սլավիկը մեղք չունի։ Գիտես ինչ կա։ Միջև մի անգամ չպատժի չի հասկանում ում հետ ոնց։ Բարի գիշեր, հա։ Բարի գիշեր։ Ինչի Սլավիկի անունը տվեցիր։ Միամիտ բերանից ես թռել։ Էսա որ Սլավիկը այս ամիս աշխատավարձ չստացավ, միամիտ բերանիցը ատամները տել են թռնելու։ Կոկո, Պապասյան։ չէ, Բա իչան։ Վիրը։ Սլավիրը։ Սլավիրը։ Անիչան ու Սլավիրը։ Անիչան չի ուզում Սլավիկի այս ամսվա աշխատավարձը տա։ Այ քո տոնը շինվի, ինձ էլ թվաց Հայաստան էլ հնդկական սերիալ չի ներկրվելու։ Կոկոր մենք վատ հարևան ենք եղել։ Ինչի է Գարիկը Անիտային ասել, որ Սլավիկի աշխատավարձը պահի, հա։ Գարիկը չի ասել, Անիտան է տենց որոշել։ Գարիկն էլ կարար Սլավիկի անունը չտար, չէ։ Սլավիկս միշտ ձեր կողքին է եղել։ Ձեր խնդիրները իրա խնդիրներն են եղել միշտ։ Մի րոպե հլը։ Սլավիկը թիկնապահ չի։ Հա։ Բնենցս ներկայացնում ինձ թվաց Սլավիկը ավականու անդամ է։ Ես ահավոր վիրավորված եմ ձեզանից։ Անիտա այսօր գալու ես, չէ։ Շատ կարևոր բան եմ ասելու։ Դե չուշանես։ Ասել ես, որ իրան էլ ես սիրում, արա։ Ասել եմ, որ Էլիզային եմ սիրում։ Պետք է այս ամեն ինչին վերջ դնել։ Շատ լավ է, ես համաձայն եմ, դու տենց էլ ասա, ես էլ սկսեմ արդեն իր սիրտը գրավել։ Որովհետեւ Գոգորը իմացավ, լավ չի լինի։ Ես Անիտային կասեմ Էլիզայի պահով, նոր հետո Գոգորը թող իմանա։ Սլավիկ ջան, ես մեղավոր չեմ, Անիտան է որոշել աշխատավարձը պահի։ Ես ընդամենը ասեցի, որ դու Պապյանին ես բերել մեր տուն։ Որախի չես գալի պարապեն, գայ կռիս։ Բայց ինչի կռիս։ Դստեյ զոր նայում եմ ոնց որ կռիս ելնես։ Արի գնանք։ Լավ էլի Սլավիկ ջան, տեսա պետք է դուրս գամ։ Արի իրար հետ դուրս կգանք, արի։ Ուժե։ Դավայ։ Ուժե։ Պարկի։ Ասեցի պարկի։ Հիմա դու ես խփելու։ Ախի ուզում ես մենակ դու ուժեղ անես պարկիլը։ Արա դու ինձ իսես պետք է խփեիր, որ դմբրեի։ Իմ ուտետը վարձակում է։ Հետո շեֆի հոգեբանական հարվածներին դիմանաց։
Գարիկ, դզվեցիր արա։ Դուք ով եք։ Ոնց թե դուք ով եք։ Ես Նելին եմ, ինքն էլ Սլավիկն է։ Ես է ձեր տղեն, է։ Լավ չես արա։ Վերանդ խերով բաց այդ աղա։ Մեզ կռիս պետք չի։ Կարող է ուղեղը թափվել, է։ Հələ նայ ոնց է ուժեղացե Գարիկը։ Արա լմուսկուլ արա տոտենան։ Ես ինչի եք ինձ բերել ստեղ։ Գոքար ջան, Գարիկի հիշողությունը մի թեթև թռել է։ Այսինքն մի թեթևը որն է։ Ոչ մեկից չի հիշում։ Գիտի ես իր մաման եմ։ Գարիկ չես հիշում ապե, գոքորն եմ Գարիկ։ Արա որ ասում էի չենք ջղայնանում, չենք ոգևորվում, Գարիկ, արա ամենասիրածը տնկերն եմ։ Հնարավոր չի։ Գար, ինձ էլ չես հիշում։ Քեզ հիշում եմ։ Դու թրաշով կյաժի մեջ տղա ես։ Պետք է տարվի հիվանդանոց։ Այ ախպեր ինչ հիվանդանոց։ Արեսը տանը մի երկու կտոր չալաղաջուտի տես ոնց է դզվում, հիշում ես, չէ, շեֆս։ Չալաղաջով գիտես ինչ էրա դզը։ Սաղ մութանցելը սարքեց սրբի անցյալ, այդ տենց բուժի չատկություն ունի չալաղաջով։ Անիտանա։ Ես վիճակում ոնց է պատասխանելու։ Անիտանով է։ Ոնց։ Մեր ապագա հարսը։ Բա ասում ես մամաս չես։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք, Սա մեր հյուրասենյակն է։ այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Ես Գարիկին տանում եմ հիվանդանոց թողմիած ստուգեն, ախպեր, մարդ ես, կարող է ի ուրախություն մեզ հիշողությունը չի վերականգնվում, արա։ Մի կողմից շատ լավ եղավ, որ Գարիկը հիշողությունը կորցրեց։ Կարող է հիմա մտածի, որ Անիտան է իր անկերուհին ու ջան, բարև հարուստ ապագա։ Դու Անիտային հեռախոսով ես ասել ես, որ իրան շատ կարևոր բան ունես ասել։ Ամուսնության առաջարկ եմ ուզեցել անեմ։ Երևի։ Բժիշկը ինչ ասես։ Դեր նշանակեց, ասեց կվերականգնվի, բայց երևի հույս էր տալիս։ Բարև ձեզ։ Բարև քույր։ Привет։ Բարև ձեզ։ Տղեկ ես ով էր։ Վախ, մամա ջան։ Գար։ Մեր բարի դպրոցից է։ Անուն ինչ է։ Էլիզա։ Էլիզա։ Ինչ սիրուն անուն է։ Ջե դու տեսար։ Հիշողությունը լրիվ կորցրեց, բայց էլի գնաց կպավ Էլիզային։ Փաստորեն այդ հիշողության հետ կապ չունի, էլի։ Մարդու մեջ ինչ որ բան կա, որ գտնում է իր երկրորդ կեսին։
Ուրեմն ոչ թե պետք է հիշողությունը կորցներ, այլ այդ ինչ-որ բանը։ Հարսի պես էլ ինձ դուխով է դարել հրա։ Չգնա հանկարծ Անիտային ասի, որ չի սիրում իրան։ Իմ անունը Գարիկ է։ Իսկապես։ Իմացա, որ ձեր անունը Էլիզա է։ Շատ գեղեցիկ անուն ունեք։ Ձեր պես գեղեցիկ։ Չէ, դուք ավելի գեղեցիկ եք։ Որոշել ես ամեն ինչ ջնջես նորից սկսես։ Ես չեմ ուզեցել, բայց իմ մոտ իրոք ամեն ինչ ջնջվել է։ Գարիկ, խնդրում եմ, գնա թող պարապեն։ Դուք ինչ ճանաչում եք։ Վախ, մամա ջան։ Ու ոնց որ այդքան էլ ուրախ չեկա, որ ինչ ճանաչում եք։ Ես ոչինչ չեմ հիշում։ Կպատմեք ինձ, ինչ եմ արել, որ ինձ հետ այդքան չոր եք։ Լսի, դու ինձ գժի տեղ ես դրել։ Թե կարծում ես սրա միջոցով կարող ես հասնել նպատակին։ Եկել ասում է իմ անունը Գարիկ է։ Ու սենց լուրջ դեմքով։ Սիրտ գրավել է նոր ձև է մշակել տղե։ Կամ էլ լրիվ ցնդել է։ Հրաչ, դու տեսել ես նոր Գարիկ է եկել մեր բարի դպրոցը, ոչ մեկից չի ճանաչում։ Երեխեք մեզ էլ չի ճանաչում։ Որ ասում էի։ Գարիկը հիշողությունը կորցրել է։ Իմ մոտնեց տպավորությունը, որ դուք գիշերները չեք քնում։ Մտածում եք էլ ինչ աննորմալություն անեք։ Գարիկ, գար, Անիտան եկել է։ Գնում ես Անիտային ժպտալով բարևում ես, հարցնում ես ոնց ես, ոնց չես, ինչ կա չկա բանման, ու այդ ժամանակ ինքը քեզ հարցնելի է այդ ինչ էիր ուզում ինձ ասել։ Հենց այդ հարցրեց դու ասում ես քո զգացմունքների մասին։ Արա չես լսում ինձ։ Նոր Էլիզայի հետ էի խոսում։ Պարզվում է ես ու Էլիզան ինչ-որ վատ անցյալ ունենք։ Կասես ինչ ա եղել։ Այդ կարևոր չի։ Կարևորը որ դու ունես լավ ներկա ու հրաշալի ընտիր ապագա։ Մնում է հիմա քյալություն չանես։ Իսկ եթե Անիտային ասեմ, որ ինձ Էլիզան է դուր գալիս։ Միետ լի, հանգստացիորը, չենք ջղայնանում, չենք ոգևորվում։ Արա, ես քո գլխին ավետարան եմ կարդում, դու ասում ես գոքոր կներես, բայց ես անուղեղ եմ։ Հաձես, հաձես, Բարև, Գորջան։ Անիտա, ես Գարիկն ես տպավորությունը ոնց որ սկայպով ես հետս խոսում, հետո քա կտրտես։ Ես Քեզ, ոսի։ Քեզ Բարև ձեզ։ Կներեք դուք Էլիզայից խմբից եք։ Ոչ։ Կներեք։ Աստորեն Էլիզան ընկեր ունի։ Իորը բավոր ասում է։ Չհասկացա, այդ նորմալ է, որ քո սիրած աղջկա հետևից տղա է գալիս։ Որա, տես ոնց էի մոռացել, չէ, ոնց է նորմալ է, Անիտա ջան։ Ինգեր ջան մի հատ կարանք առանձնում, հա։
Հա, իհարկե։ Դե բա մի հատ առանձնան անգամ։ Ընկերդ տարօրինակ է, գիտես։ Ու դու էլ նենց ոչինչ այսօր։ Ընկեր ջան, Էլիզային իմ ընկերն է սիրում։ Սիրելը որն է ցնդում է իր համար։ Ու քանի որ ես եմ սիրում Էլիզային, դու Էլիզայի հետ գործ չունես, ապեր։ Սիրելը որն է ցնդում եմ իր համար։ Բանորասիր ընկեր է դա ուզում։ Հա, ընկերս մի խոսքով երկուսս էլ սիրում ենք, բայց ավելի շատ ընկերս է սիրում։ Ու հիմա սպասում ենք, տեսնենք Էլիզան մեզնից ում կընտրի։ Իսկ եթե ոչ մեկի չընտրի։ Այ այդ ժամանակ աղբեր ջան, քեզ կզանգենք, սիրուն կգաս կուզես։ Լավ մի նեղվի, այ աղբեր, մի հատ համար թող, բան լինի կզանգեմ կգաս կուզես։ Ահա, շատ հաճելի էր, աղբեր ջան, հաջողություն։ Ահա, հաջողություն։ Ապեր ջան, այդ ծաղկեփունջը մեկը քեզ էլ պետք չի, չէ։ Նվիրի ինձ էլ, ինչ տարբերություն ինձ ես նվիրել, թե Էլիզային։ Մեկը ասենք ես եմ Էլիզային ուզող տղեն ու վաղն ամյուս օրն է Էլիզան դառնալու է իմ կինը ու ոնց որ ասում են մարդ ու կին մի մարմին համարյա ստացվում է Էլիզային ես նվիրել, էլի։ Ճիշտ ասած չհասկացա ինչ ես ասում, բայց վերցրու։ Շատ շնորհակալություն աղբեր ջան։ Իդեպ ասեմ շատ գեղեցիկ ծաղիկներ են։ Ադերեցին։ Կարիք ինչ ա եղել։ Ինչ ես շշմած ես։ Ահա։ Ո՞ն չեմ հիշում, բարի շարժումներն էլ չեմ հիշում։ Ինձ էլ չես հիշում։ Ոչ քեզ եմ հիշում, ոչ ինձ եմ հիշում։ Բայց սիրահարվել եմ։ Հենց այսօր, մի քիչ առաջ սիրահարվել եմ, Անիտա։ Ես կյանքում տենց սիրահարված չկամ։ Հազար ներողություն եմ խնդրում, Գարիկ հենց նոր պապատ էր զանգել, ասեց շատ շտապ զանգես իրան։ Հիմա չի գոքոր, գնա հետո։ Չէ, Անիտա ջան, ասեց շատ շտապ է, հազար անգամ ներողություն եմ խնդրում, էս էլ մեր Գարիկի կողմից քեզ խնդրեմ։ Գարիկին շատ շտապ պետք է տանել տուն։ Ինչի, լավ չի։ Գնացել է Անիտային ասում ասի իրահարվել եմ, Անիտան գիտի իրա մասին է խոսքը, նելես քյալը Էլիզայի մասին է խոսում։ Լավ է Էլիզայի անունը չտվեց Անիտայի մոտ։ Գարիկ, ուրեմն դու չես ամաչում, գնում գալիս ընկերոջդ սիրած աղջկան ես սիրահարվում, հա? Իմ ընկերը ո՞վ է։ Ես։ Բայց դու ինձ ինչ ընկեր։ Ես քեզ չեմ ճանաչում։ Դու պատկերացնում ես այսքան բանից հետո Անիտան իմանա, որ Գարիկը ոչ թե իրան է սիրահարված, այլ Էլիզային։ Անիտան բոլորը հետ իմացա, Գարիկի բերջը կտա։ Գարիկ։ Դուքս պատատվեց ընկատամ դեպ պահարոնին։ Լավ էլի, դու ընկել ես քո ոտի հետևից Գարիկ։ Սարոշկես ինչ ես հակել։ Դու հիշում ես, որ ես քո Սարոշկեն, հա? Էլիզա։ Անիտա։
Հիմա Անիտան մտածում է, որ ես իրան եմ սիրարվել։ Ի ուրախություն մեզ, այո։ Ես իրան չեմ կարող ասեմ, որ ես իրան չեմ սիրում։ Քե չի հասկանա այդ։ Չի հասկանա, որն է, չի համաձայնվի, որ ես ապրեմ։ Լավ, հա, Գարիկ ջան, դու էլ իրան կուզես ինչ ես դարձանում արա։ Սա դուք եք մեղավոր։ Ինչ եք ասել, որ Անիտան իմ ապագա կինն է։